Լարված վիճակ, հրմշտոց ու քաշքշուկ համայնայնության հոգևոր կենտրոնում։ Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ էին իրականացնում վեհարանում։ Դիմակավորված ուժայինների համար մայրաթորի տարածք մտնելու ճանապարհին խոչընդոտ չեն անգամ փակ դարպասները։ Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու ԱԱԾ աշխատակիցների փորձերը հոգևորականների ու քաղաքացիների լուրջ դիմադրությանը հանդիպեցին։ Ի պաշտպանություն եկեղեցու մայրաթորի տարածքում հավաքված քաղաքացիներն իրավապահներին մի քանի անգամ թույլ չտվեցին տանել Սրբազանին։ Չնայած Աջապահյանը պատրաստ էր գնալ նրանց հետ։ Վեհափառի ուղեկցությամբ Սրբազանը ընդառաջ եկավ հավաքված բազմությանն ու ուժայիններին։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստած։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգևորականների։ Իսկ երկրի եւ երկրի բնականաբար։ Մայրաթորի տարածքում կենտրոնացած ուժայիններն անընդհատ համալրվում էին։ Նոր օժանդակ ուժեր էին բերվում։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր, ուղեկցվում բախումներով։ Շիրակի թեմի առաջնորդն Էջմիածիներ եկել քահանաների ժողովին մասնակցելու համար։ Տեղի ունեցողը քաղաքական պատվեր է որակում Արշակ Սրբազանը, մեկ բառով է բնութագրում՝ խայտառակություն։ Ակնհայտ քաղաքական պատվեր է, այլևս կասկած չի մնում, հակաեկեղեցական արշավի շղթայի օղակներից մեկն է։ Հայ եկեղեցականը, Միքայել Սրբազանը, հայ եկեղեցական որևէ եկեղեցական ազգային անվտանգության սպառնալիք է։ Փորձ է արվում մարդկանց ներարկել գաղափար, որ հայ եկեղեցականներն են ազգային անվտանգության սպառնալիք։ Երգը այս իշխանություններից օր առաջ հրաժարվելն է։ Այս իշխանությունները որևէ ձևով չեն կարող արտահայտել մեր ազգային պետական շահերը։ Լարված վիճակը հոգևորականները պարբերաբար տերունական աղոթքով ու Տեր Ողորմիայով էին կտրում ոստիկանների ու ԱԱԾ-ականների հոտ շարքերի արանքում։ Հետո հնչեցին Մայր տաճարի ու երևանյան եկեղեցիների զանգերը։ Այսպես լինում է միայն հույժ կարևոր եւ օրհասական պահերին։ Ճիշտ ընթաց չեք բռնում։ Դեմքները դեռ բաց եք, այստեղ ձեզ թշնամիներ չկան, տղեկ։ Արխային բացեք դեմքները։ Բախվելով մարդկանց դիմադրությանը մի քանի ժամ մայրաթորը շրջափակած ուժայիններն ի վերջո հեռացան, հայտարարելով, որ գնում են իրավիճակի հնարավոր սրումը կանխելու համար։ Միքայել arczepiskopos Աջապահյանին էլ կոչ արեցին չթաքնվել իրավապահ մարմիններից եւ ներկայանալ։ Մայրաթորից ԱԱԾ-ի մեքենաներն աղոթքով ու ծափերով ճանապարհեցին։ Ավելի ուշ Միքայել Սրբազանը դուրս եկավ հավաքված ժողովրդի մոտ ու շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու համար։ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանում անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում իրականացնել։ Ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարձակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն մայրաթորի հոգեպարար, հոգեվոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ,
լավ եմ արել։ Սրբազանը խնդրեց բացել ճանապարհը իրավապահներին ներկայանալու համար, սակայն քննչական կոմիտե գնալու 4-րդ փորձը ևս ձախողվեց։ Ժողովուրդը նրան թույլ չտվեց գնալ, նույնիսկ մեքենայից իջեցրին, հետ բերեցին։ Նաթան Սրբազանն ընթերցեց Մայրաթորի հայտարարությունը իրավապահների գործողությունների մասին։ ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների մեծ հոսքը համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է եւ անընդունելի։ Քիչ անց որոշվեց, որ քննչական կոմիտե են գնում ոտքով, չեն թողնում մեքենայով, կգնան ոտքով, հայտարարեց Միքայել Սրբազանը։ Քաղաքացիները միացան նրան։ Ես փախստական չեմ։ Ճանապարհի կեսից արդեն մեքենայով դեպի քննչական կոմիտե։ Էրմինե Ղարիբյան, Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։